Վրաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակը։ Այդ առիթով Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին և Չինաստանի նախագահ Սին Ցզինփինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել և հայտարարել, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը վերահաստատում է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությունն ու պատրաստակամությունը։ Փոխնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիում Չինաստանի դեսպան Ժոու Ցյանն էլ նշել է, որ երկու երկիրը դարձել են լավ ընկերներ և անկեղծ գործընկերներ լի փոխադարձ վստահությամբ։ Դեսպանի խոսքով կողմերը հաստատակամորեն աջակցում են միմյանց ընտրած զարգացման ուղուն, ինչպես նաև պաշտպանում են միմյանց հիմնական շահերը, ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Դեսպանի խոսքով Պեկինը պատրաստ է խորացնել բարձր մակարդակի հարաբերությունները Թբիլիսիի հետ, ընդլայնել տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Ստամբուլ կատարած այցի շրջանակում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել են ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել վրաց-ադրբեջանական քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին։ Կարևորվել է երկաթուղային ուղևորափոխադրումների վերսկսումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման համատեղ ջանքերին։ Ընդգծվել է միջին միջանցքի զարգացման և ռազմավարական ծրագրերի հաջող իրականացման գործում համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության կարևորությանը։ Բոջորիշվիլին նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական դինամիկան։ Նրա խոսքով Թբիլիսին կողմ է շուտափույթ կերպով տարածաշրջանում խաղաղության պաշտոնական հաստատմանը։ Դա ըստ Բոջորիշվիլու կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։ Նա նաև կարևոր է համարել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորումը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է արել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ուրախ ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում։ Հուսով ենք, որ ընտրություններից հետո Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Հաղորդագրության համաձայն Թուրքիան շարունակելու է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը, ելնելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերից։ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում։ Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի մտահոգությունները պետք է լուծում ստանան։ Ֆիդանը հավելել է, կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար բացել է հնարավորությունների հստակ պատուհան, և Թուրքիան կանի հնարավոր ամեն բան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Դիվանագետը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Նրա խոսքով վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Ստամբուլում երկկողմ հանդիպում է կայացել նաև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Քննարկվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային գործընթացները, այդ թվում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել TRIP նախագծի իրականացման շուրջ։ Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարկավոր է լուծել մի շարք կարևոր հարցեր։ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Վրաստանի իր գործընկերոջ հետ։ Հաքան Ֆիդանն ու Մակա Բոջորիշվիլին քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Երկու երկրի ոլորտային համագործակցությունը դրական է գնահատվել։ Անդրադարձ է կատարվել միջին միջանցքի զարգացման գործընթացում համագործակցության կարևորությանը և դրա հետ կապված ռազմավարական նախագծերի իրականացմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև փոխնախագահ Ջևդեթ Ելմազը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրակթարը և այլ պաշտոնյաներ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ օրակարգի հարցեր։ Թուրքիան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության հետագա զարգացման մասին մի շարք ուղղություններով, այդ թվում առևտրի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։ Կողմերը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը նրա խոսքով կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ամրապնդմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էլիքսի իր էջում շնորհավորել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը, նշել է նա։ Եթե ռմբակոծությունները շարունակվեն ևս մի քանի շաբաթ, Իրանից ոչինչ չի մնա, սակայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կփակվի ամիսներով և շատ մարդիկ կմահանան, ես դա չեմ ուզում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ դրա փոխարեն Իրանի հետ կունենան ստորագրված փաստաթուղթ, որն իրականում ավելի արդյունավետ կլինի, քան այդ ռմբակոծությունները։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ տարաձայնություն չի տեսնում և կարծում է, որ կողմերը շատ մոտ են լավ, ուժեղ և համապարփակ գործընթացի կնքմանը։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ չի խնդրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հրաժարվել Իրանին հարված հասցնելուց, բայց ցանկություն է հայտնել, որ նրանք հնարավորինս շուտ կանգ առնեն, և Իրանն ու Իսրայելը մեկ շաբաթով կդադարեցնեն հարվածները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ նշել է, որ Թեհրանի հետ գործարքի կհասնեն անկախ Իսրայելի դիրքորոշումից, քանի որ դա բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ հերթական անգամ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում 12 վագոն պարարտանյութ, 828 տոննա քաշով և 6 վագոն անտրացիտ, 414 տոննա քաշով։ Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 29,000 տոննա հացահատիկ, ավելի քան 6,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին հիշեցրել է օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին մասնակցելու համար քրեական պատասխանատվության մասին։ Գերատեսչությունն այդ հայտարարությունն արել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող զինված հակամարտությունների ֆոնին, արձանագրելով, որ հայտնի են այդ տարածաշրջաններում զինված բախումների հետևանքով ադրբեջանի քաղաքացիների զոհվելու կամ վիրավորվելու դեպքեր։ Ադրբեջանցիներին խորհուրդ է տրվել օտար երկրներ մեկնելուց առաջ գնահատել անվտանգության հետ կապված իրավիճակը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։